Ողջույն բոլորին, այսօր կփորձենք հասկանալ, թե ինչ են ալգորիթմները, ինչի համար են նախատեսված և որտեղ են օգտագործվում։ Նախ կուզենայի սկսել նրանից, որ շատ նոր սկսնակների մոտ հարց է առաջանում, արդյոք անհրաժեշտ են ալգորիթմները ծրագրավորման մեջ, վեբ ծրագրավորման մեջ, որովհետև թույր կարծիք կա, որ JavaScript-ում ալգորիթմները չեն օգտագործվում պրակտիկորեն և այդ իսկ պատճառով իրենց ուսումնասիրումը անհրաժեշտ չէ։ Օրինակ, ինչի համար սովորել սորտավորման ալգորիթմները, եթե JavaScript-ում արդեն կա ներդրված sort մեթոդը, որը հիանալի իր աշխատանքը կատարում է։ Բայց առաջին հերթին ալգորիթմների ուսումնասիրումը անհրաժեշտ է ալգորիթմիկ ինժեներական մտածելակերպը զարգացնելու համար։ Software ինժեները պարտավոր է գրել abstract, ինտուիտիվ հասկանալի և բազմակի օգտագործվող կոդ, որը առանց ալգորիթմիկ ինժեներական մտածելակերպի հնարավոր չէ։ Այդ իսկ պատճառով ալգորիթմների և համակարգչային գիտությունների ուսումնասիրումը կարծում եմ չափազանց կարևոր է։ Դե ինչ, եկեք վերհիշենք, թե ինչ են ալգորիթմները։ Իրենք ինչ-որ խնդիր լուծելու քայլերի հաջորդականություն են։ Եվ մենք պետք է խուսափենք երկար կատարվող քայլերից և ավելորդ քայլերից։ Դե ինչպես դա անել, մեզ կօգնեն արդեն շաբլոն գրված ալգորիթմները, որոնց քայլերը մենք կփորձենք օպտիմիզացնել, որի արդյունքում մեր կոդը ավելի արագ կաշխատի։ Ալգորիթմների ուսումնասիրումը մենք կսկսենք bubble sort-ից, որովհետև կարծում եմ նա ամենաինտուիտիվ հասկանալի, հեշտ հասկանալի ալգորիթմն է սկսնակների համար և հետո հետագայում իհարկե բոլոր ալգորիթմները կներառենք մանրամասն իրենց ուսումնասիրելով։ Bubble sort-ը կարգավորում է զանգվածը, սորտավորում է զանգվածը շարունակաբար անցնելով զանգվածի վրայով և տեղերով փոխարինելով սխալ հերթականությամբ շարված հարևան էլեմենտները, այսինքն եթե առաջի էլեմենտը մեծ է երկրորդից, ապա տեղերով փոխվում են էլեմենտները, սա շարունակվելու է այնքան, մինչև այլևս կարիք չլինի փոխարինել էլեմենտները, ինչը կնշանակի, որ զանգվածը կարգավորված է։ Բայց եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք այս ալգորիթմի աշխատանքը և ոնց է այն աշխատում։ Bubble sort-ը բաղկացած է երկու ցիկլից՝ արտաքին և ներդրված։ Արտաքին ցիկլը աշխատացնում է ներքին ներդրված ցիկլը, որի մեջ էլ գործում է պայման, որը ստուգում է արդյոք առաջի էլեմենտը փոքր է երկրորդ էլեմենտից, եթե ոչ, ապա տեղերով փոխում է։ Այստեղ արժե վերհիշել ցիկլերի աշխատանքը JavaScript-ում։ Ցիկլ մտնելու ժամանակ ստեղծվում է i փոփոխական, որին վերագրվում է 0 արժեք, որից հետո ստուգվում է պայմանը։ Եթե i-ը փոքր է 10-ից, այս պարագայում, ապա երրորդ քայլով կատարվում է իտերացիա, այսինքն ցիկլի մարմնում գտնվող կոդի աշխատանք, որից հետո չորրորդ քայլով կատարվում է ինկրեմենտացիա։ Այս պարագայում պոստֆիքսային ինկրեմենտացիա է տեղի ունենում, որով i-ը ավելանում է 1-ով, որից հետո ցիկլը կրկնվում է և կրկին ստուգվում է պայմանը, եթե պայմանը վերադարձնում է կրկին true, ապա կատարվում է իտերացիա, ցիկլի մարմնի աշխատանք, որից հետո կրկին կատարվում է ինկրեմենտացիա, որից հետո կրկին ստուգվում է պայմանը, ապա ցիկլի աշխատանք, ինկրեմենտացիա։ Սա այնքան ժամանակ, մինչև որ պայմանը չվերադառնի false։ Վերադառնալով bubble sort-ին, ևս մեկ անգամ վերհիշենք, թե ինչից է նա բաղկացած։ Նա բաղկացած է արտաքին ցիկլից, որը աշխատացնում է ներքին ցիկլը, ներդրված ցիկլը, և մինչև ներդրված ցիկլը չավարտի իր աշխատանքը, ապա արտաքին ցիկլը հաջորդ քայլին չի անցնելու։ Ներդրված ցիկլում կա պայման, որտեղ ստուգվում է արդյոք առաջի էլեմենտը մեծ է երկրորդ էլեմենտից, եթե այո, ապա էլեմենտները տեղերով փոխվում են, որից հետո արդեն վերադարձվում է սորտավորված զանգվածը։ Հուսով եմ այսքանը պարզ էր, և դրա համար եկեք անցնենք ամենահետաքրքիր մասին՝ ցիկլի օպտիմիզացիային, այսինքն ոնց անենք, որ ցիկլը կատարի ավելի քիչ աշխատանք, այսինքն ավելի քիչ քայլերով կատարի նույն գործողությունը, այս պարագայում սորտավորի մեր զանգվածը։
Նախքան սկսելը խորհուրդ կտամ, որ ինքնուրույն փորձեք օպտիմիզացնել այս կոդը։ Եթե հնարավորություն կա, ապա ինչ-որ մի ռեդակտորում, օրինակ CodePen-ում գրեք այս կոդը և փորձեք գրել այս կոդը այնպես, որ նույն աշխատանքը կատարվի ավելի քիչ քայլերով։ Ունենալով զանգված, որում կա 10 էլեմենտ, bubble sort-ը դա կսորտավորի 100 քայլով։ Դա հեշտորեն կարող ենք ստուգել, եթե ստեղծենք փոփոխական count, որին վերագրենք 0 և ամեն աշխատանքի ժամանակ, ամեն քայլի ժամանակ մեկով ավելացնենք։ Առաջի օպտիմիզացիան կատարում ենք երկրորդ ցիկլում, որովհետև ներդրված ցիկլում գոյություն ունի պայման, որտեղ ստուգվում է, համեմատություն է կատարվում զանգվածի էլեմենտի և նրան հաջորդող էլեմենտի միջև։ Բայց հենց հերթը հասնում է զանգվածի վերջին էլեմենտին, այս պարագայում 10 թվին, այս պարագայում այդ էլեմենտը համեմատվելու է նրան հաջորդող էլեմենտի հետ, որը այս պարագայում բացակայում է, այսինքն undefined արժեք ունի։ Եվ որպեսզի խուսափենք այդ ավելորդ համեմատությունից, այսինքն այդ ավելորդ քայլից, մենք ուղղակի կատարում ենք -1 երկրորդ ցիկլում, իսկ երկրորդ քայլով կատարում ենք -i, որպեսզի ցիկլը ևս մեկ անգամ չանցնի արդեն սորտավորված էլեմենտների վրայով, այսինքն չհամեմատի արդեն սորտավորված էլեմենտները։ Այդպես մենք ևս մեկ անգամ խուսափում ենք ավելորդ քայլերից։ Այս պարզ օպտիմիզացիայի միջոցով արդեն իսկ մեր ցիկլը ավելի արագ է աշխատում և 100 քայլի փոխարեն նա կատարում է արդեն 45 քայլ։ Ավելի քան կիսով չափ մենք կարողացանք արագացնել մեր ցիկլի աշխատանքը։ Հիանալի է, մենք արդեն իսկ խուսափեցինք բավականաչափ քայլերից և արագացրեցինք մեր ցիկլի աշխատանքը։ Բայց եկեք պատկերացնենք, որ մեր զանգվածը արդեն իսկ սորտավորված է, այսինքն այս ֆունկցիան, որտեղ գրված է bubble sort ալգորիթմը, ստացել է սորտավորված զանգված և ինչ կլինի այս պարագայում։ Եթե մեր ֆունկցիան չունեցավ պայման, որը կստուգի արդյոք զանգվածը սորտավորված է թե ոչ, ապա նա կանցնի բոլոր սորտավորված էլեմենտների վրայով և փաստացի կկատարի ավելորդ աշխատանք, այսինքն ավելորդ ռեսուրսների ծախս։ Եվ որպեսզի խուսափենք այս ավելորդ աշխատանքից, մենք պետք է գրենք մի պայման, որը մեզ թույլ կտա խուսափել այդ ավելորդ աշխատանքից։ Եթե գիտեք այդ ձևը, կամ եթե նույնիսկ չգիտեք, խորհուրդ կտամ կանգնեցնել վիդեոն և ինքնուրույն փորձել գրել այդ կոդը։ Որպեսզի ստուգենք արդյոք զանգվածը սորտավորված է թե ոչ, արտաքին ցիկլից անմիջապես առաջ ստեղծում ենք փոփոխական, որին վերագրում ենք true արժեք, և հետո ներդրված երկրորդ ցիկլում մենք, որտեղ գործում է պայման, մենք պետք է ստուգենք արդյոք մեր կոդը մտնում է այս պայմանի մեջ, այսինքն արդյոք առաջի էլեմենտը զանգվածի մեծ է երկրորդ էլեմենտից։ Վերհիշելով ցիկլերի աշխատանքը, որտեղ կհիշենք, որ եթե ներքին ցիկլը չավարտի իր աշխատանքը ամբողջովին, արտաքին ցիկլը երկրորդ քայլին չի անցնելու։ Իսկ ներքին ցիկլը ստուգելով, մեկ անգամ արդեն գնալով զանգվածի էլեմենտների վրայով ստուգում է, արդյոք առաջի էլեմենտը մեծ է երկրորդ էլեմենտից։ Եթե ոչ, այսինքն մեր կոդը չի մտնում այս պայմանի մեջ, դա նշանակում է, որ մեր զանգվածը սորտավորված է։ Եվ որպեսզի զանգվածի աշխատանքը արդեն ավարտենք, որովհետև իր կարիքը չկա արդեն երկրորդ անգամ, երրորդ կամ մնացած բոլոր քայլերը կատարել, մենք անմիջապես երկրորդ ցիկլից առաջ գրում ենք պայման, որտեղ ստուգում ենք, եթե մեր array sorted փոփոխականը վերադարձրել է true, կատարում ենք break։ Իսկ եթե ոչ, եթե մեր զանգվածը սորտավորված չէ, ապա պայմանի մեջ գրում ենք, այսինքն վերագրում ենք այդ նույն փոփոխականին false արժեք։ Եվ սինտաքսային սխալից խուսափելու համար այստեղում դնում ենք կետ ստորակետ։ Եկեք մի իրավիճակ էլ պատկերացնենք, երբ ունենք կիսասորտավորված զանգված, որը մի քանի իտերացիայի, մի քանի քայլի ընթացքում կսորտավորվի։
որպեսզի խուսափենք մնացած ոչ անհրաժեշտ քայլերից, ապա մեզ անհրաժեշտ է ևս մեկ պայման գրել, ավելի ճիշտ ևս մի բան մտածել, որը կօգնի մեզ հասկանալ զանգվածը արդեն սորտավորվել է մի քանի իտերացիա հետո, մեկ կամ մի քանի իտերացիա հետո զանգվածը սորտավորվել է, դե ոչ։ Խորհուրդ կտամ կանգնեցնել վիդեոն և ինքնուրույն փորձել գտնել պատասխանը։ Իսկ այս տարբերակում երկրորդ ցիկլից հետո գործող պայմանը, որը ստուգում է արդյոք զանգվածը սորտավորված է, թե ոչ, ստեղծում ենք, ավելի ճիշտ վերագրում ենք փոփոխականին կրկին true արժեք։ Սա մեզ թույլ է տալիս ամեն անգամ իտերացիայից առաջ ստուգել, մտնում է մեր կոդը երկրորդ ցիկլի մեջ, ներդրված ցիկլի մեջ գործող պայմանի մեջ։ Այսինքն ամեն անգամ մենք ստուգում ենք զանգվածը սորտավորված է, թե ոչ։ Եվ եթե գալիս է մի պահ, որտեղ զանգվածը արդեն ամբողջովին սորտավորված է լինում, ապա կատարվում է break, այս պայմանն է գործում, որը կատարում է break և ցիկլը ավարտվում է։ Եվ վերջում պատրաստել էի խնդիրներ, որոնք մենք կլուծեինք bubble sort-ի միջոցով, բայց այն ծրագիրը, որով ես մոնտաժ եմ անում այս հոլովակը, խափանվեց և դրա համար այսօր այսքանը։ Եթե ունեք ձեր տարբերակները այս կոդը օպտիմիզացնել, գրեք, կիսվեք և եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը։